Բարի երեկո, ես ներկայացնում եմ Լևոն Շանթի անվան թիվ 4 հիմնական դպրոցը, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Արմինե Բալասանյան, ես այս պահին մի հատիկ սովորական խոսքով ասում եմ շնորհակալություն պարոն Ափիլյան այս հոգեպարար երեկոյի համար, իսկ ավելի մեծ ասելիքս լայնացնեմ, մեր դպրոցի ջերմ գործընկերն է պարոն Ափիլյանը, մեր մեծ բարեկամն է, ավելի անկեղծ ասեմ, ինձ համար ընկեր Ափիլյանն է, որովհետև իմ դասախոսն է եղել, երբ ես դեռ 18-19 տարեկան ուսանող էի Երևանի պետական համալսարանում և այս խանդավառ ու ոգեշունչ խոսքը, էությունը վայելում եմ այդ օրից առ այսօր։ Այսօր արդեն որպես ուսուցիչ և պատիվ ենք ունեցել ինձ համար նորից եմ ասում ընկեր Ափիլյանի լուսավոր հետքը մեր դպրոցում էլ արդեն շատ շոշափելի ունենալու, որովհետև այս սահիկաշար ասենք այսօրվա տերմինով, որ հրամցվեց մեզ, արդեն մեր դպրոցի աշակերտներին քաջ ծանոթ է և իրենք այլևս չեն հարցնում, հիմա կան գրողներ երիտասարդ, շատ լավ գիտեն, որ կան և այդ գործում, այո, երախտավոր պիտի համարեմ պարոն Ափիլյանին, որովհետև շատ ծավալուն, շատ հրաշալի միջոցառում ենք ունեցել նաև մեր դպրոցում, դեռ ավելին մեր ստեղծագործող աշակերտը այս կառույցի շնորհիվ է լույս ընծայել իր գիրքը, մեր ավետիսը և մեր ուղղորդմամբ է դիմել ընկեր Ափիլյանին և ամբողջ օրը այդ հիացմունքը և այդ շունչը այդ օրերին մեր դպրոցում տարածվում էր, ծավալվում էր, մի խոսքով, ուզում եմ մի քիչ ընդհանրացնել, բոլորս ունենք այն մտահոգությունը, ինչ որ արտահայտվում է, ինչ որ ասվում է մեկնաբանությամբ և առանց մեկնաբանության, այո, մեր հայրենիքում այսօր արժեքները վերաձևակերպելու շատ պահանջ ունեն և ով եթե ոչ մտավոր զանգվածը պիտի նվիրյալը դառնա այս գործի և ընկեր Ափիլյանի ջանքը նվիրում պետք է համարել, այստեղ խնդիրը զուտ ղեկավար լինելը չէ, զուտ գործունեություն ծավալելը չէ, հայտնի խոսք է բարի գործ արարողը հայրենիքին մի փոքր անգամ օգտակար լինելը աղոթող սուրբերից էլ սուրբ է, այո, ես ինձ իրավունք եմ վերապահում ձեր առաքելությունը սուրբ գործ անվանել պարոն Ափիլյան, որովհետև հայրենասիրությունը շոշափելի է դառնում, երբ հայրենաճանաչում կա, իսկ ինչ է այս, եթե ոչ հայրենաճանաչում, այնպես որ ուզում եմ, որ դուք առողջ ու երկար ապրեք, այո, ապրեք ձեր այդ ամբողջ ներքին այդ ամբողջ պաշարով, էներգիայով, էնտուզիազմով, ամեն ինչով, որովհետև որտեղ փոքրիկ լույս, այնտեղից մեծ խարույկ, ես այդ լույսը փոքրիկ անվանեցի ոչ թե ձեր առումով, այլ եթե կա անգամ մի փոքրիկ մղում, այն կարող է դառնալ ուժ, գիծ, հոսք և ի վերջո գաղափար ու արժեք, շնորհակալ եմ անսահման, դուք որտեղ կաք, մենք միշտ ձեզ սիրով լսում ենք և միշտ այդ նույն ոգին նորից այսպես երկար մեզ ապրեցնում է, անսահման շնորհակալությունս իմ սիրելի դասախոս։